Բաղրամյան 19-ում նորամուտի են պատրաստվում, ամենազբաղված մարդը կնյազ Հասանովն է, նիստը նա է վարելու, տարիքով ավագ պատգամավորն է։ Հասանովին խորհրդարանի միջանցքներում հանդիպեցինք, թղթերն առած շտապում էր ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ։ Երևի առաջիկա նստաշրջանի բացման իր ելույթը քննարկելու։ Դե այդ բոլորը կլինի եւ բացման խոսքը եւ ելույթները եւ ամեն ինչը կլինի նորմալ ինձ թվում է։ Ասացիք պարոն Ռուբինյանին պետք է տեսնեք, քննարկում եք աշխատանքը, մեկնարկը։ Երևի։ Ես խնդրում եմ մի խանգարեք։ Ամենատարեց խորհրդարանականի համար սա կրկնվող փորձություն է, նախորդն էլ ինքն է բացել։ Այստեղ ակցիա չի, այստեղ միտինգի տեղ չի, սա խորհրդարան է, չէ ամբողջ աշխարհը մեզ են նայում։ Դե եկեք վերջացնենք, հետո ձեր հարցերը ուրիշ ձևով կլուծեք։ Դահլիճում մթնոլորտը թեժ էր, ինքը երկու քարի արանքում, թե իշխանության, թե ընդդիմության ճնշման ներքո։ Փորձում էր զսպել կրքերը, բայց եւ ստիպված էր հաճախակի տեղից լսել Ռուբեն Ռուբինյանի հուշումներն ու ուղղորդումները։ Մի դրվագում էլ բարձրախոսները ֆիքսել էին, թե ինչպես է Ռուբինյանը տեղից քաջալերում Հասանովին։ Սա լավ է, молодец, մենակ մեկ մեր տոն նայել, իշխանություն։ Տարիներ անց պատկերը գրեթե նույնն է, դերերը մի փոքր փոխված։ Այսօր էլ կնյազ Հասանովը շտապում էր Ռուբինյանի մոտ, բայց այս անգամ արդեն որպես ազգային ժողովի ապագա նախագահի։ Հասանովը որոշել է այս անգամ տարբեր սցենարների պատրաստվել, ու որպեսի նիստն ավելի սահուն անցկացնի, նախօրոք անցնում է խորհրդարանի թիվ 1 աշխատասենյակով։ Ինքն ամեն դեպքում ուզում է նիստի սահուն ընթացքը ապահովել ոչ կտրուկ մեթոդներով։ Կտրուկը դա արդեն հրահրելու ինչ-որ մի երևույթ է, որ կարող է բորբոքվել, կրքեր բորբոքվեն, որը հարից չի խորհրդարանի համար։ Փորձեք մեղմ վարել։ Դե ընդհանրապես օրենքով, օրենքի սահմաններում եթե պահանջվում է մեղմ ձևով հարցը լուծել, այդպիսի հարցեր պետք է լուծեն, եթե կոշտ կտրուկ օրենքի սահմաններում կլուծվի, դա էլ իր հերթին։ Ամեն ինչ որոշում է ժամանակի եւ տարածության մեջ։ Միջանցքներում ակտիվ եռուզեռ է, բնակարանամուտի է նման, խորհրդարանի տնտեսական աշխատողները տարբեր իրեր են այս ու այն կողմ տեղափոխում, իսկ դրսում տեխնիկները փորձարկում են նոր վերելակը, այն բակից բացօթյա սրճարանից ուղիղ մուտք է ապահովում մինչև շենք, թե որքանով է այս նոր լուծումը համահունչ շենքի ճարտարապետական տեսքին, մասնագիտական ահազանգեր դեռ չկան։ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահից հեռացված էր այն պաստառը, որի ֆոնին լրագրողներն անցկացնում էին ճեպազրույցները։ Կլինի նոր պաստառ թե ոչ, դեռ պարզ չէ, սակայն ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված է հատուկ մամուլի սրահ։ Որքանով այն ավելի հասանելի կդարձնի պատգամավորներին կերևա հաշված օրերի ընթացքում։ Շոքա, բայց օթորակիչ ասել եմ կտեղադրեն։ Այս սրահում առաջին անգամ լրագրողների հարցերին պատասխանել է Ալեն Սիմոնյանը։ Նա աշխատակազմին եւ աշխատասենյակին արդեն հրաժեշտ է տվել, այս օրերին պաշտոններից հեռանում կամ հեռացվում են նաև Սիմոնյանի թիմակիցները, խորհրդականներն ու օգնականները։ Ազատության տեղեկություններով առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա նաև ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը։ Իսկ 9-րդ գումարման խորհրդարանականների աշխատանքային առաջին օրը այս կիրակինն է։